Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Թեհրանն ուժեղացնում է հրթիռային հարվածները, բայց կորցնում է ռազմական վերնախավը, ինչ է կատարվում Իրանում։ Վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը, ինչ է տեղի ունեցել Գոլեստանի պալատում։ Պատարակ, քաշքշուկ ու ձերբակալություն, ինչ է տեղի ունեցել Սուրբ Աննա եկեղեցում։ Անձրև ու վթարներ, ինչպես է սկսվել օրը մայրաքաղաքում։ Հայաստանի ամերիկյան համալսարանում դասերն այսօր հեռավար կլինեն, որն է պատճառը։ Մերձավոր արևելքում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին անվտանգության քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանում։ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ այսօր դասերը կանցկացվեն հեռավար։ Համալսարանի տարածած հայտարարության համաձայն սա պարզապես կանխարգելիչ միջոցառում է։ Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ Արևմտյան Ասիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանները այսուհետ դիտարկվում են օրինական թիրախներ։ Մերձավոր արևելքում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին նոր կորուստների մասին են հայտնում իրանական աղբյուրները։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանկսիրիի մահը։ Միաժամանակ հայտնել են, որ սպանվել է Իրանի բնական պաշարների և ջրային ավազանների կառավարման կազմակերպության պահպանության ստորաբաժանման հրամանատար Մաջիդ Զաքարիային։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ճշմարիտ խոստում 4 գործողության շրջանակում Իսրայելի ուղղությամբ արձակել է արդեն 86-րդ հրթիռային ալիքը։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը շփումների մեջ են, ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ձևաչափով։ Նրա խոսքով Իրանի նոր ղեկավարները բավականին ողջամիտ են թվում։ Թրամփը նաև նշել է, որ հնարավոր է կողմերը հասնեն համաձայնության, սակայն ամբողջական վստահություն դեռ չկա։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել Միացյալ Նահանգներում ընդդեմ նախագահ Թրամփի քաղաքականության։ Ցույցերն անցկացվել են No Kings, ոչ թագավորներին կարգախոսի ներքո։ Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում անցկացված ցույցերին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։ Մասնակիցներն իրենց դժգոհություն են հայտնում ժողովրդավարական ինստիտուտների խաթարման, Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմի և ներգաղթային քաղաքականության խստացման վերաբերյալ։ Թշնամին բացահայտորեն ուղարկում է բանակցությունների մեսիջներ, միևնույն ժամանակ գաղտնի կերպով պլանավորում է ցամաքային ներխուժում, չկասկածելով, որ մեր զինվորները սպասում են ամերիկյան զորքերի ցամաքային մուտքին, որպեսզի կարողանան նրանց հրկիզել և ընդմիշտ պատժել նրանց տարածաշրջանային գործընկերներին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Մենք գիտենք թշնամու թուլությունները և հստակ տեսնում ենք վախի ու սարսափի նշաններ, ասել է նա։ Big day, a beautiful day, potentially. Ես սիրում եմ Իսրայելը, ես սիրում եմ Իսրայելի ժողովրդին և ես շատ հպարտ եմ և ուրախ նրանց աջակցությամբ, հերթական անգամ հայտարարել է Թրամփը։ Իսրայելի վարչապետը նոր հրաման է տվել։ Ես հանձնարարել եմ ընդլայնել Լիբանանում գործող անվտանգության բուֆերային գոտին, ասել է նա։ Ես ասել էի, որ մենք կփոխենք մերձավոր արևելքի տեսքը և մենք դա արեցինք, հավելել է Նեթանյահուն։ Eleviamo la nostra supplica al principe della pace. Աստված չի ընդունում այն առաջնորդների աղոթքները, որոնք պատերազմներ են սկսում ու արյունոտ ձեռքեր ունեն։ Կիրակնօրյա պատարագի ժամանակ ասել է Հռոմի Պապը։ Նա խստորեն դատապարտել է շարունակվող պատերազմները և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն աշխարհի բոլոր ծայրերում։ Սարսափելի բռնություն է պատերազմը, իսկ կրոնը չի կարող օգտագործվել այն արդարացնելու համար, ընդգծել է Պոնտիֆիկոսը։ Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում, որտեղ նախատեսված էր
Համացանցում արգելափակումների դեմ բողոքի ակցիա ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 10 մարդու։ Ակտիվիստները փորձել են թույլտվություն ստանալ մարտի 29-ին ամբողջ երկրում ինտերնետում արգելափակումների դեմ հանրահավաքներ անցկացնելու համար, սակայն ամենուրեք մերժում են ստացել։ Իշխանությունները դա բացատրել են անվտանգության նկատառումներով։ Հյուսիսային Կովկասն արդեն քանի օր է ջրի գերության մեջ է։ Հորդառատ անձրևներից եւ դրանց առաջացրած ջրհեղեղներից ամենաշատը տուժել է Դաղստանը։ Ջուրը լցվել է մարդկանց տներ, քշել տարել մեքենաներ։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Տուժել է նաեւ մայրաքաղաք Գրոզնին։ Հորդառատ անձրևները հանգեցրել են սողանքների եւ գետերում ջրի մակարդակի բարձրացման։ Եվ վերջում Իսրայելը Երուսաղեմի լատին պատրիարք Պիցաբալային արգելել է մտնել Սուրբ Հարության տաճար առանց բացատրության։ Դարերի ընթացքում առաջին անգամ եկեղեցու առաջնորդներին արգելվել է ծաղկազարդի պատարագը մատուցել Սուրբ Հարության տաճարում, ասվում է պատիարքարանի հայտարարության մեջ։ Մերժումը պայմանավորված է անվտանգության հետ կապված մտահոգություններով, ավելի ուշ հայտնել են Նեթանյահուի գրասենյակից։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են նաև մշակութային արժեքները։ Իրանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով վնասվել է երկրի առնվազն 131 պատմամշակութային օբյեկտ։ Վնասված օբյեկտների շարքում է նաև 50 թանգարան, այդ թվում Թեհրանի հայտնի Գոլեստանի պալատը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Թեհրանի սրտում կանգնած այս ճարտարապետական հրաշքը երկար տարիներ համարվել է Իրանի այցեքարտը։ Ինչ պատմություն ունի Գոլեստանի պալատը, ինչու է այն այդքան կարևոր իրանցիների համար եւ ինչ վիճակում է այսօր Իրանի ամենահայտնի մշակութային խորհրդանիշներից մեկը, Զարա Սարգսյանն է պատմում։ Սա Թեհրանի սրտում գտնվող ու Իրանի այցեքարտը համարվող Գոլեստանի կամ Վարդերի պալատն է։ Իսկ սա արդեն ավիահարվածներից հետո ճարտարապետական այս գլուխգործոցի ներկայիս տեսքը։ Ապակու բեկորներ հատակին, ջարդուփշուր եղած ու ոչնչացված իրեր, պատուհանների շրջանակներ, պատեր։ Ղաջարիների դարաշրջանի գլուխգործոցն այժմ դժվար ճանաչելի է դարձել։ Չնայած համալիրի արտաքին տեսքին հասցված վնասին, Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ արժեքավոր արտեֆակտների ամբողջ հավաքածուն հունվարին տեղափոխվել է անվտանգ վայր։ Հետևաբար ներսում գտնվող գանձերը մնացել են անձեռնմխելի։ Այնուամենայնիվ իրանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ այս համալիրի ոչնչացումն ուղղակի հարձակում է ազգային մշակութային ինքնության վրա։ Այս հիասքանչ ճարտարապետական համալիրը կառուցվել է 16-րդ դարում։ Պալատը, որ բաղկացած է 17 շենքից, այդ թվում թանգարաններից ու դահլիճներից, համարվում է ժամանակակից Իրանի մշակութային խորհրդանիշը։ Դրա յուրաքանչյուր շինություն հետաքրքիր է իր ձևով, չնայած դրանք բոլորը կառուցված են ճանաչելի պարսկական ոճով։ Խոր կամարակապ այվաններ, իրար հաջորդող փակ դահլիճներ, ինտերիերում հայելային խճանկարների առատություն եւ ճակատային հատվածում բազմագույն սալիկներ։ Դարերի ընթացքում պալատի արտաքին տեսքը փոփոխությունների է ենթարկվել։ Զգալի ճարտարապետական փոփոխություններ են տեղի ունեցել Քարիմ խան Զանդի, աղա Մուհամմադ խան Ղաջարիի, որը Թեհրանը դարձրեց Իրանի մայրաքաղաք, եւ Նասր էդ-Դին Շահի օրոք, որը թաղված է հենց պալատի տարածքում։ Պալատի գլխավոր այցեքարտերն են Մարմարե գահը, Թախտե մարմարը, որտեղ տեղադրված է տպավորիչ գահը, որը քանդակված է Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից, ընդհանուր 65 մասից։ Շահերի թագադրումները տեղի են ունեցել հենց այստեղ։ Ադամանդիա սրահը, Թալարե ալմասը, որն իր անվանումը ստացել է ներսի պատերի եւ առաստաղի հայելային զարդանախշերի պատճառով, որոնք փայլում են ադամանդի պես։ Հայելիների սրահը Թալար է այնեն, հավանաբար ամենահայտնի սրահը, որի պատերն ու առաստաղն ամբողջությամբ պատված են բարդ հայելային խճանկարներով։ Եվ արևի տունը Շամս ալ-Էմարեն, բարձրահարկ շենք երկու աշտարակով, որը մի ժամանակ Թեհրանում ամենաբարձրն էր։ Շահն այն օգտագործել է քաղաքի համայնապատկերով հիանալու համար։
Պալատն այնքան սիրված է ու կարևոր իրանցիների համար, որ դրա պատկերը հայտնվել է 1974 թվականին իրանական 5000 ռիալ արժողությամբ թղթադրամի վրա։ 2013-ի հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն պաշտոնապես գրանցեց որպես համաշխարհային ժառանգության վայր, հաստատելով այս պարսկական ճարտարապետական համալիրի համաշխարհային արժեքը։ ԱՄՆ-Իսրայել հարվածներից անմիջապես հետո միջազգային այս կառույցը խոր մտահոգություն հայտնեց եւ խոստացավ ուշադիր հետևել մշակութային ժառանգության պահպանման հետ կապված իրավիճակին։ Մտահոգություն հայտնեց ու խոստացավ։ Միայն այդքանը։ Իսկ մինչ մեր աչքի առաջ պատմություն է ջնջվում, աշխարհն ինչպես միշտ լուռ հետևում է։ Զարա Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իսկ Իրանի Սպահան քաղաքում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհված իրանահայ Հովհաննես Սիմոնյանի ընտանիքին ցավակցություն է հայտնել Հայաստանում Իրանի դեսպանը։ Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննեսը զոհվել է մարտի 26-ին Սպահանում տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ իր աշխատասենյակում։ Սիրված իրանահայ Հովհաննես Սիմոնյանը նահատակվեց Սպահանում ոճրագործ ԱՄՆ-ի եւ Իսրայելի դաժան հարձակման հետևանքով։ Խոնարհվում ենք նրա վեհ հոգու առաջ եւ աղոթում ենք, որ Հիսուս Քրիստոսի եւ Մարիամ Աստվածածնի Սուրբ Ոգին ագրեսորների չարիքը հեռու պահի մեր սիրելի Իրանից եւ նրա հայ համայնքից։ Սուրբ Աննա եկեղեցում երեկվա միջադեպից հետո խուլիգանության եւ պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։ Ձերբակալվածներից 2-ը Դավիթ եւ Միքայել Մինասյանները երկվորյակ եղբայրներ են, որոնք սովորում են դպրոցում։ Անհատներին բերման են ենթարկել, սպային տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր։ Եղբայրներից մեկն Եղբայր քո հետ ենք։ Զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն, գործընկերոջս հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, բայց արձագանք չեն ստացել։ Դպրոցական են, ավագ դպրոց վերջի դասանում են սովորում եւ ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Դավիթը ունի գլխի հետ կապված խնդիր, սրտի հետ կապված խնդիր, այսինքն այնպիսի ախտորոշումներ, որոնք իմ կարծիքով եւ իմ գնահատմամբ դրանք անհամատեղելի են անազատության հետ ու այս պահին այս երեխեքի անազատության մեջ պահելը ամեն րոպեն իրենց կյանքի համար վտանգավոր է։ Իսկ Դավիթից բաց մյուս եղբայրը Միքայելն էլ ունի առողջական խնդիրներ։ Իրենք երկու, ես ասում եմ, շատ յուրահատուկ, առանձնահատուկ երեխաներ են, ֆենոմենալ առաջադիմությամբ։ Ես չգիտեմ, եթե դրական կարելի է բնութագրել, ես արդեն այս 2 օրվա ընթացքում որ շփվում եմ իրենց հետ, դրական որքան գիտեք բնորոշում այդ երեխաներին կարելի է տալ։ Միջադեպը տեղի է ունեցել Ծաղկազարդի պատարագին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քարոզարշավի փոխարեն այցելել էին եկեղեցի մասնակցելու պատարագի, որի ժամանակ ի դեպ հնչել է կաթողիկոսի անունը։ Եկեղեցուց դուրս գալու ճանապարհին Փաշինյանը արժանացել է հավատացյալների զայրույթին, մարդիկ նրա քայլը սադրանք են անվանել։
Երկու տանից մեզի փորձություն, այլ փրկած մեզի չարել։ Իսկ աշխատանքային շաբաթը մայրաքաղաքում սկսվել է 9 բալանոց խցանումով ու բազմաթիվ վթարներով։ Անդրևը կրկին կաթվածահար է արել Երևանի երթևեկությունն ու լցրել բաց մնացած փոսերը։ Վաղ առավոտից բազմաթիվ տեսանյութեր ենք ստանում մեր հետևորդներից։ Դիտենք առանց մեկնաբանության։ Օվկիանոս Pro Max Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։